Ողջունում եմ, հասարժողովուրդ, Տերը օրհնի ձեզ։ Ես մի բան ասեմ, Ռուբենը շատ հետաքրքիր խոսք ասեց, ով լսեց, ասեց, որ զոհաբերությունը առաջի հերթին երկրպագություն է։ Ժողովուրդ ջան, մենք եկել ենք երկրպագելու։ Տեսեք, սատանան ամոթ է բերում, որ դրսում ասես ես հավատացյալ եմ։ Հետո ամոթ է բերում բարեկամության մեջ, որ ասես հավատացյալ եմ։ Հետո հավատացյալների մեջ ամոթ է բերում, որ դու երկրպագես։ Շատ անգամ ասենք, լավ դե ամոթ ես, քանի մեջով վեր կենաս գնաս զոհաբերություն անես։ Չէ, դա երկրպագություն է։ Մի ամաչեք։ Ես գիտեմ ինչ եմ խոսում, որ կա այդպիսի ամոթ։ Ձեզ է գալի այդ մտքերը։ Բայց չէ, պետք է այդ ստերեոտիպը ջարդենք, չթողենք այդպես մնա։ Ես պիտի լինեմ աստվածապաշտ մարդ։ Եվ խոսքը գալիս է իմ եւ Աստծո փոխհարաբերության մասին, մեր մտերմության մասին։ Այսօր այդ մասին մի քանի րոպե խոսելու եմ, որովհետեւ հիմնական падգամը հյուրն է տալու, բայց ուզում եմ ռուսականին այս մասին մի փոքր խոսեցի, ուզում եմ ստեղ էլ խոսեմ։ Մտերմություն Աստծո հետ։ Երբ որ կամ մտերմություն Աստծո հետ, գիտեք, մարդը ազատ է Աստծո հետ հարաբերվելու որպես հայր եւ որդի այս ստատուսի վրա։ Սուրբ գրքում Հռոմեացիս 8-րդ գլխում է գրված եւ մի քանի տեղեր կա, բերեք այդ տեղը կարդամ, ավելի լավ է։ Հռոմեացիս 8:15-ն է։ Որովհետև դուք ծառայության հոգին չառաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրության հոգին առաք, որով աղաղակում ենք Աբբա հայր։ Մենք որդեգրության հոգին առանք։ Երբ որ ասում եմ որդեգրություն Աբբա հայր, այսինքն միայն որդին կարող է հայր դիմել Աստծուն։ Ուրիշ ոչ ոք Աստծուն հայր չի դիմում։ Միայն որդին է կարող Աստծուն հայր դիմել։ Դրա համար այն հոգին, որ Հիսուսի մեջ էր, այդ հոգին փոխանցվել է նաև մեզ։ Մի հատ այդ տեղն էլ կարդամ զուգահեռ սրան, ուրեմն Գաղատացիս 4:6-ն է։ Եվ որովհետև դուք որդիկ եք, որովհետև դուք որդիկ եք, Աստծո իր որդի հոգին, Աստված իր որդի հոգին ուղարկեց ձեր սրտերի մեջ, որը աղաղակում է Աբբա հայր։ Ես ուզում եմ սրա վրա մի քիչ մտածենք, քանի որ դուք որդիկ եք, Աստված իր որդու հոգին ուղարկեց ձեր սրտերի մեջ, որդու հոգին, որը պատճառը, որ աղաղակում ենք Աբբա հայր։ Ես շատ հակիրճ ասեմ, եթե դու Աստծո հետ մոտիկ ես, մտերմություն կա, քո անկյունում, երբ որ դու աղաղակում ես Աստծուն, երբ որ նրան հայր ես դիմում, գիտես, երբ որ հիշում եմ, որ իմ տղան, երբ որ մանկապարտեզ ենք տանում եմ փոքր ժամանակ, ինչքան տագնապով էր սպասում, թե երբ պետք է ծնողներս գան մանկապարտեզից տանեն, որովհետև իր համար ապահովություն էր տանը։ Մանկապարտեզը մի վիճակ էր, որ իր մեջ մտավախություն կար, կարող է չգան տանեն, կարող է ինձ թողեն ստեղ, որովհետև ինքը մի անգամ դաստիարակին, եթե չեմ սխալվում, ամբողջ օրը հարցրել է, մամաս գալու է, այն աշճան, որ այս դաստիարակը կատաղել է, ասել, չէ, չի գալու։ Այս երեխան սկսել է լացել, միջև մեր գալը։ Գիտես, այս որդեգրության հոգին ես շատ լավ եմ հասկանում, որովհետև երբ որ կա որդի եւ ծնող հարաբերություն, այդտեղ կա ապահովություն։ Եվ մի բան էլ ասեմ։ Մենք երբ որ գնացքով կամ ինքնաթիռով մի տեղ են գնում, կամ թեկուզ լֆտի մեջ, բոլորը անծանոթ են, բոլորը այսպես սառը կանգնած են։ Ոչ մեկ էլ չի խոսում։ Մեկ էլ հանկարծ մեկը մի բան է ասում։ Ինչ որ մի թեմայից մի բան ասում։ Այն մյուսը այդ թեմային կպնում է, սկսում է ինքն էլ խոսալ, եթե մի քիչ երկար թողես, ընկերանում են վրաս։ Օրինակ գնացքի մեջ մի օր ճանապարհ են գալի, մարդը այնքան են մտերմացել, հետո իրար տուն են հրավիրում, այն ժամանակ տենց էր ընկերանում էին, վերջը։
արդեն բարեկամանում էին, մի օրվա ճանապարհը հերիք էր։ Բայց որ շատ մոտիկանում են այս օրերի մեջ, իրար սկսում են ուտել։ Ուղղակի ասեմ, որ երբ որ կա մտերմություն, նաև կա հարցել տալ, հարցեր են տալիս։ Եթե դու ասու այդ մտերմությունն ունենաս, ոչ թե տրտունջի հարցեր, ասենք հարց կա, որ տրտունջ ա բերում, այս ինչի ասենց, բայց երբ որ սովորելու համար ես հարցնում, դա մտերմությունից է գալի։ Տեր, չեմ հասկանում, բայց ուզում եմ հասկանամ։ Տեր, չգիտեմ ինչի ասենց։ Օրինակ, բերեք ասեմ, ես է ավարտում եմ ես, ուրեմն, երբ որ այդ մտերմությունը կա, մենք ոնց որ հասկանում ենք, ոնց որ հավատում ենք, այդպես ենք հասկանում, մեր հավատալուց է, ոնց ենք հավատում, այդպես ենք սկսում հասկանալ ու ոնց հասկանում ենք, սկսում ենք, ոնց հավատում ենք, այդպես մեզ պահել, այդպես ենք մենք դրսևորում մեզ, մեր շատ պահելաձևը կախված է մեր հավատալուց, մենք այսպես ենք հավատում, դրա համար այսպես ենք պահում, օրինակ, ինչի համար է քո վարքագիծը այդպես, որովհետև դու այդպես ես հավատում, մտածում ես, օրինակ, եթե խաբեմ, ոչինչ չի լինի, և խաբում ես, որովհետև դու տենց ես հավատում, մտածում ես, որ եթե ես ամեն առավոտ արթնանամ գնամ աղոթքի, սա հաճելի է Աստծուն, դրա համար դու քեզ տենց ես պահում, այսինքն քո հավատալուց է, ոնց հավատում ես տենց, իսկ ոնց ես հավատում, ոնց Աստծո խոսքն է լսում, ոնց լսում ես ավետարանի խոսքը, ցավալիորեն ես վերջերս մի հատ վատ բան կա, որ անում են, ասում եմ, բայց ես սենց եմ հասկանում, կարևոր չէ իր համար, ոնց է Աստծո խոսքը, ոնց է իր հովիվն ասում, ոնց է եկեղեցին հավատում, բայց ես սենց եմ հավատում, սաղ միամ, բայց իմ հավատացած ուրիշ է, էլի, սենց չի, սա սխալ ձև է, սա սխալ մոտեցում է, մի առանձնացի, ես ընդհանրապես միշտ քարոզել եմ, ստեյց ասել եմ, քո եկեղեցու հետ քայլի, եկեղեցուցը դուրս մի արի, մի մտածի, որ եկեղեցին սխալ հողի վրա է, դու միակ ճշմարիտ արտար հավատացյալն է, տենց մի եղեք, դա սխալ է, խորհուրդ եմ տալի եկեղեցու հետ քայլեք, որովհետև Աստված եկեղեցին է հափշտակելու, որովհետև Աստված եկեղեցու մեջ է, որովհետև եկեղեցու հոգին Աստծո ներգործությամբ է լինում։ Նենց չի, որ բոլորը սխալ են, մենակ ես ճիշտ եմ, ես ձև եմ հասկանում, ես ձև եմ հատում, քո հասկացածը բանի կասկածի տակ է, մի հատ փորձի քննես Աստծո առաջ, տեսնես ինչքան է քո հասկացածը ճիշտ։ Բերեք ամեն մարդ ոչ թե իր հասկացած, այլ ավետարանի խոսքը, իր Սուրբ Հոգու ներգործությամբ ինքը հայտնվում է մեր սրտերի մեջ, որը առաջացնում է հավատ, համաձայն որու մենք գնում ենք։ Հիմա մեր կարան եղբայրը Աստված օրհնի, բարձրանալու աստեղ պատգամը փոխանցի, հավատում եմ, որ ինքը Աստծուց ներգործված մեզ պատգամ կփոխանցի։ Տերը օրհնի։